Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Իմերունուս իմ վղսա, իմ վղս իմերունուս Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին հարցազրույցին կարևոր ուղերձները, անմար սպասումի վկայություն, Մելինե Մանուշյան հերոսուհի ու դիմադրության խորհրդանիշ, ադրբեջանցի էթնոս, որպես այդպիսի մինչև խորհրդային իշխանությունը գոյություն չի ունեցել ռուս հրապարակախոս Սերգեյ Մարդան։ Բռնազավթված Արցախում ադրբեջանցի պղծալ ու վանդալիզմին ենթարկալ երից մանկած վանքը։ Վանի մոտակայքում հայտնաբերվել է 3000 տարեկան ուրարտական ստորգետնյա սրբավայր։ Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչը քննարկումներ անցկացրել Ռաֆիկ Քորթոշյանի հետ։ Ժողովրդի վղի օնտոլոգիական միասնությունը, այս արտահայտությունը հաստատում է վեր հայկական ազգը գոյություն չունեյուրան վղից առանձին, ծնվում է այդ վղան։ Վղը պարզապես ձևականություն չի, այլ գոյության սկզբունք, փոխանցում է ինքնությունը, ինչպես օրգանիզմը փոխանցում է կյանքը, բնիկային հետի վղը առարկա չի, սկզբունքանյութ է, իմաստի աղբյուր է, հավաքական գոյության հիմք է։ Ուստի իմերունուս իմ վղս է, ասելիս նշանակում է վեր հայկական մարդկայնությունը մանրամասնորեն հյուսված է Արատալերների, Վանի քարերի կամ Մուշա դաշտերի նույն նյութից։ Ժողովուրդն վղը կիսում է նույն բնույթը, նույն հիշողությունը, նույն տևողությունը, վղը մարմնավորված հիշողություն, արյունը խորհրդանշում է կենդանի ժամանակը, նախնիներին, փոխանցումներին ու տառապանքներին, վերածնունդներն, վղը խորհրդանշում է անշարժ ժամանակը, լռության մեջ մշտակայուն մնացորդը, արտահայտությունը մերձեցնում է այս երկու ժամանակներն, ասել ավեր ժողովրդի հիշողությունը ապրում է վղի մեջ, ինչպես վղը ժողովրդի հիշողության մեջին։ Արմենակ Աբրահամյանի նյութ ամբողջությամբ կարիք կարդիք Western Armenia TV ինսայթում է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանն իրան վերջին հարցազրույցում ընդգծալավեր հայերի ցեղասպանության ճանաչումը համ քաղաքական, համ էլ պատմական, իրավական ու բարոյական փաստավերը կարել չի կախվածինի Թուրքիայի դիրքորոշումներից։ Հյուրանոցել ավտարիներ շարունակ հայկական պայքարը պահվել է արտաքին կառույցների սպասումներում հինչը պեցարալ ժամանակի կորուստը։ Աբրահամյանը շեշտել է սերունդների պատասխանատվությունը պահպանելի ու ներկայացնելի հայկական իրավական պահանջներն, հիշեցնել ավեր Արևմտյան Հայաստանապետականության իրավական հիմքերը գոյություն ունին 1917-ից։ Ինքը նաև ընդգծալ է թուրքական անգյունի երկարամյա քաղաքականությունը հիմնված պատմական փաստերի խեղաթյուրման երան։ Անդրադառնալով 1918-ի մայիսի 28-ին Արմենակ Աբրահամյանը նշել ավեր գոյություն չունի պաշտոնական իրավական փաստաթուղթ վերը հաստատում է այդ անկախացումը ու դրա ներկայացումը հաճախ համապատասխանում չի իրավական իրականությանը։ Եզրափակել ինքը կոչ արալ վերականգնել պետական մտածողությունը հիմնվել փաստերի ու իրավական շարունակականության երան հրաժարվելով պատրանքներից։ Եվգենի Սալիբյանը դաժե յուրան 100-րդ տարեդարձին շարունակելիս այլել յուրան պատգամը փոխանցել է աշխարհին։ Հայերի ցեղասպանության վերապրածի հիշողությունն յուրան կյանքի վերջին օրը նույնպես կենթանի են ցավոտ ու անսասան։ Մունքտը սալնգթահունցն հայերին վտարալ յուրան տներան, խոխորցլյացին սյասը հալամ սուշ չանում հիշողության մեջից։ Մամա հաց, սովածում, ջուրում օզյում, վներս էլ քայլում չն, պատմում է Սալիբյանը։ Այդ սարսափներն ջինջվել չն դաժե մեկ դարանց։ Եվգենի Սալիբյանը տարալ հավատքի տոկունության ու ազգային ոգու վերապրումի խորհրդանիշ։ Ես հայում ու ես հայ ժողովրդի վերածնվող ոգինում, ասալա ինքը հույսի ու տոկունության պատգամ թողնելով ապագա սերունդներին։ Սալիբյանի պատմությունը սոյել հնչում է որպես անողոք ճշմարտություն ու որպես հիշեցում վերժխտման դեմ ամենաուժեղ զենքը վերապրածի սյասնա։ Կոստանդնուպոլսում սկսված կյանքի ուղին Մելինե Մանուշյանին տարալա մինչև Փարիզ վերածվելով ազատության հետի պայքարի խորհրդանիշի յուրան կյանքը լռությունով ավարտվալ չի։ Մելինե Մանուշյանը թողալա համ պատմական ժառանգություն, համ էլ անվախության, համերաշխության ու արդարության որոնման անխոճ ոգի։ Սոր յուրան մահվանից 36 տարի անց Մելինե Մանուշյանի անուն շարունակում հնչել է որպես դիմադրության հավատքի ու մարդկային արժանապատվության խորհրդանիշ։ Յուրան գրառումները ու պայքարի պատմությունը մինչ օրս ոգեշնչում են ազատության հետի պայքարող սերունդներին, հիշեցնել ավեր ճշմարտության ու արդարության ձգտումը մարում չի ժամանակի հոսքով։ Ռուս լրագրող Սերգեյ Մարդանը հայտարարել ավեր ադրբեջանցիների էթնոսը որպես ձևավորված ժողովուրդ գոյություն չունեցալ մինչև խորհրդային իշխանության ստեղծումը ու իրանց ազգային ինքնությունը կառուցվելը հենց խորհրդային քաղաքականության շրջանակում։ Նշում ավեր ներկայիս ադրբեջանական ինքնության ձևավորումը հատկապես ուժեղացել է Հեյդար Ալիևի իշխանության օրոք, երբ նախկին կոմունիստ առաջնորդները ներկայացվել են որպես ազգային ղեկավար մի էթնոսի հետի վերը նախկինում լիարժեք ձևավորված չլեր։ Մարդանը նսելով ադրբեջանական ինքնությունը ընդամենը 20-րդ դարի քաղաքական գործընթացներից է բխալ։ Արցախ մոնումենտս քոչվոր ադրբեջանցիք պղծալ ու վանդալիզմին ենթարկալ երից մանկանց վանքը։ Տարածված վիդեոյի մեջ ներվամա թահունցն անհետացալ բեմի երան տիրվեց եկեղեցու մանրակերտերը Սուրբ Սեղանին հենած խաչքարը, կուտրատալն գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը վերը վերընկած է տափին։ Աչանգյունին ողմնախորշի մեջին տեղադրված քանդակը երեսնիվայր վերընկած է։
Արևմտյան Հայաստան Ագարիբինի բլրին հնագետն բացառիկորեն պահպանված տափին գտնվող urարտական սրբավայր են ճարալ։ Վանքին կողքին գտնվող գտածոն Պեցվալա անձրևներին դերդան, թողելով պատերին իրան հազվագյուտ իսական կամ արքայական պատկերն է։ Մհենգ իրականացվում են պահպանական աշխատանքն է ամրացում միջավայրի վերահսկում ու պաշտպանիչ կառույցի նախագծում։ Այս հայտնագործությունը կարևոր թե հայզատվյալն է ատամ օրարտական մշակույթի Արևմտյան Հայաստանապատմական դերի մասին դառնալավ տարածաշրջանի ամենալավ պահպանված օրարտական ստոր երկրյա սրբավայրերյա մինը։ Այս վերջերս Արևմտյան Հայաստանը ներկայացուցիչը հանդիպալա Ռաֆիկ Հորթոշյանին հետ։ Պարոն Ռաֆիկ Հորթոշյանը ներկայացրալ է Սամվել Կարապետյանին ախալցխա գիրքին ստեղծման պատմությունը վերին գործերը սկսված դնել 1988-ին։ Գիրքը կազմվել է հունց արխիվային դել դաշտային ուսումնասիրությունների հիման երալ լրացնելով ախալցխայի նյութական մշակույթի պեցերը։ Ներառում է հարյուրավոր պերվիդեոնում հրապարակված վիմագրեր, ճարտարապետական հուշարձանների մանրամասների չափագրումներ, լուսանկարներ, մինչև 14-րդ դարի խաչքարեր ու տապանակարեր։ Գիրքը ներկայում հասանելի է նաև անգլերեն։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այսքանը կպտրաստալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։